Բարի օր սիրելիներ, հուսամ լավ եք։ Մեկ անգամ եւս ուզում եմ փառք տալ Աստծուն, որ այսօր կրկին իրար հետ ենք եւ պիտի փորձենք շարունակել Սուրբ Հոգեգալուստի թեման, որով սկսեցինք այս կարճ ծրագրերը, որ Աստծո կամոք պիտի շաբաթը մի քանի օր փորձեմ խոսել։ Եվ նախորդ անգամ, ինչպես որ ասացի, Հոգեգալուստի մասին էինք խոսում եւ իբրև տրամաբանական շարունակություն ուզում եմ ասել, որ իշարս տարբեր բաների, նաեւ ամենակարևոր պատճառը, որ Սուրբ Հոգին առաքվեց, հետևյալն էր, որ մեզ զորացնի եւ իմաստություն տա, որպեսզի հասկանանք, որ մենք մեղքի ճահիճում ենք։ Իսկ ինչու ճահիճ, որովհետեւ ճահիճը հատկություն ունի մեզ տանել դեպի կորուստ, դեպի անխուսափելի կորուստ։ Եվ Սուրբ Հոգին մեզ այդ իմաստությունն է տալիս, որպեսզի հասկանանք սա, հասկանանք, որ ճահիճում մնալը անխուսափելի մահ է, հոգևոր մահ այս դեպքում, այսինքն մեղքի մեջ մնալը անխուսափելի մահ է, եւ պետք է դուրս գալ, եւ որպեսզի դուրս գանք, պիտի հասկանանք, թե որոնք են այդ մեղքի հիմքերը, որոնցից պետք է ձերբազատվենք։ Մեղքը բազում հիմքեր ու ակունքներ ունի, բայց ուզում եմ կենտրոնանալ 3-ի վրա, որոնք նաեւ բնականաբար Սուրբ գրային են։ Առաջինը անհնազանդությունն էր, անհնազանդություն Աստծո խոսքին, մի բան, որը որ հենց ծնեց մեղքը կամ մտցրեց մարդու կյանք, մեղքը, եւ սա մենք տեսնում ենք Ադամի եւ Եվայի պարագայում եւ ոչ միայն իրենց պարագայում, այլ ամբողջ մարդկության ընթացքում մարդը նախընտրեց անհնազանդ գտնվել Աստծուն ու թե ինչու մենք մահը ժառանգեցինք։ Երկրորդը չիմացությունն է կամ ավելի ճիշտ բառը տգիտություն, այս դեպքում հոգևոր տգիտությունն է, երբ մարդը Աստծո կամքը չի ճանաչում, չի իմանում։ Խորքի մեջ մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան Ադամն ու Եվան, որովհետև Ադամն ու Եվան Աստծո հետ էին, Աստծո հետ հարաբերվում էին եւ Աստծո կամքը գիտեին։ Մենք այսօր այնքան ենք հեռացել Աստծուց, որ անգամ Աստծո կամքը չգիտենք եւ դրա համար հաճախ կատարում ենք մեղքեր կամ ընկնում ենք մեղքի մեջ, որը նույնիսկ մեր կամքից անկախ է։ Թե ինչու մեր Տիրոջ ու Փրկչի այն ամենահզոր բառերն ենք մենք հիշում խաչի վրա, որ ինքն արտասանեց ասելու համար Հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Այլ խոսքով աշխարհը խաչեց Տիրոջը չհասկանալով, չիմանալով, թե խորքի մեջ ինչ է անում։ Իսկ երրորդը անշուշտ նաև այստեղ տկարությունն է։ Հոգևոր տկարություն, ինչի մասին, եթե մենք անկեղծ ենք, ինչպես որ Գրիգոր Նարեկացին է ասում, գոնե ինքներս մեզ հետ պիտի հստակ դա տեսնենք, իսկ Սուրբ Պողոս առաքյալը արդեն հստակ առաջի Կորինթացիս 7-ի մեջ այս մասին էր խոսում եւ իր ներաշխարհի պատերազմն էր բացահայտում ու ասում էր, որ կարծես թե ես գերի եմ իմ մեղքերի, որտեղ մարմնով մեղք եմ կատարում, իսկ մտքով ու հոգով չեմ ուզում անել։ Եվ փաստորեն մարդու մեջ կա այդ տկարությունը, այդ պատերազմի մարմնական տկարությունը, որը եւ տանում է դեպի մեղք։